Հիմա փորձում ենք, այն որ վիդեոյի գցե, в ближнем бою нож быстрее. Это был ты. В ближнем бою ножи быстрее. Տեսնենք, իսկականից ատրճանակով հնարավոր է ավելի արագ, թե դանակով։ Հիմա կոնկրետ ատրճանակը քողարկված դիրքում է ու լիցքավորված չի։ Զնգոցից հետո վարկյանը ֆիքսելու։ Սխմում եմ, վարկյանը ֆիքսում է։ Մեկ 0.5, այսինքն մի վարկյան 0.5 միլիվարկյան։ Դա առաջի կրակոցը լիցքավորելով քողարկած դիրքից։ Հիմա առանց լիցք, այսինքն լիցքավորված կլինի վրեժ, փակ կլինի, չենք լիցքավորի։ Տեսնենք արագության տեսանկյունից ինչքան արագ կլինի։ Զրո 97։ Սա դե պարզ է։ Բաճկոնը պիտի գցես հետ, դրա համար ժամանակը կարելի է ասել այդքան արագ չէր։ Հիմա բաճկոնը կհանենք, կամ չենք հանի, կդնենք ավելի հարմար դիրքում, բաճկոնը կծալենք այն մյուս կողմ, էլի որ չխանգարի մեզ։ Այսինքն այս դիրքից կլինի։ Տեսնենք ատրճանակի միջին արագությունը, սա իմ ամենաարագը չի, բայց միջին արագությունը։ Զրո 75 ակնհայտ դիրքից։ Հիմա կդնենք ատրճանակը հանգիստ կթողնենք, ես կլինեմ քողարկված դիրքով, դանակը կլինի գրպանս, ձեռքերս կլինի գրպանս, ու մոտավորապես կֆիքսենք ժամանակը, ճուստվիցելնեսը մի քիչ բարձրացնենք, որպեսզի կարողանանք տեսնել ֆիքսման ժամանակը։ Թխկոցը կլսվի։ Զնգոցից հետո թխկոցի վրա, այսինքն ծակելու եմ։ Տեսնենք դանակն է արագ, թե ատրճանակը։ Չֆիքսեց, երևի ձայնը լինի դիմացը կախած, որ ինքը թխկոցը ֆիքսի։ Երևի իհարկե։ Ինչ որ կետով ֆիքսենք։ Նորից փակեմ, դնեմ գրպանս։ Զնգոցի վրա ենք ֆիքսվելու։ Հենց զնգում է, ես հանում խփում եմ։ Զրո 74, տեսնենք ավելի արագ հնարավոր է։ Ես հələ փակած դանակով եմ դա անում, իմ վրա ժամանակ է գնում դանակը բացելուն եւս։ Նորից դնեմ գրպանս, նորից կանգնեմ քողարկված այս դիրքում։ Նորից զնգոցի վրա հանելու եմ խփեմ։ Զրո 68 ավելի արագացա։ Դե չեմ ավելացնում, ինչքան շատ փորձեմ, այդքան ավելի արագ է լինելու։ Կարելի է ասել, որ մոտ դիստանցիայում դանակն ավելի արագ է լինելու, եթե գրպանից մեջ դանակը բացված դիրքում լինի, ու ես կարողանամ այդ դիրքից կոնտրոլ անեմ, այսինքն արդեն գրպանից մեջ բռնված դիրքում, ոչ թե ես պրոստը կանգնած էի, չէ, երևի ավելի արագ է լինելու, տեսնենք, վերջինն ենք նկարում։ Զրո 38, այսինքն կես վարկյանից դանդաղ կարա լինի, եթե դանակը գրպանից մեջ բացված է։ Վերջ։